Պարոն Մելիքյան, գիտեմ արդեն ձեր հոլովակից, որ ականատես եք եղել դեպքին, հետո արդեն համացանցում տարածվեց այդ ձերբակալության կադրը, թե ինչպես ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները բավականին կոպիտ ձևով, գետնին պառկեցնելով տանում են փաստաբան Կոչուբաևին, ձեր որակումը այս դեպքի առթիվ։ Նոր բան չունեմ ասելու, սա համարում եմ ոչ թե սա համարում եմ ավելի ծանր հանցագործություն, քան այն ինչում մեղադրվում է Կոչուբաևը։ Պարոն Մելիքյան, իսկ Կոչուբաևի գրառման մեջ դուք որպես փաստաբան հանցակազմ տեսնում եք։ Ես մի բան կարող եմ շատ հստակ ասել, այն հոդվածով հանցակազմ, որը որ մեղադրանքի առաջադրել է, միանշանակ չեմ տեսնում, եւ պատասխանը ցանկացած լսարանում դրա մասին խոսել։ Ես բացատրեմ, այս հոդվածը վերաբերում է անապավորող տեղեկություններ տարածել։ Այսինքն այդ հանգամանքները, որոնք որևէ գրառման մեջ պետք է տեղ գտնեն, դրանք պետք է լինեն ոչ թե գնահատականներ, որակումներ, այլ տեղեկություններ։ Ուրեմն ես բացատրեմ, թե ինչու եմ համոզված, որ այս հոդվածը ընդհանրապես այստեղ կիրառելի չի։ Դրա համար բերեմ մի օրինակ, որը կարծում եմ կպարզաբանի կբացատրի։ Օրեր առաջ նկատել էի մի լրագրողի գրառումը մի կոնկրետ դատավորի մասին, որտեղ որ դատավորի անունը անվանական էր։ Լրագրողի անունը չեմ տալու, դատավորի անունը չեմ տալու, ուղղակի կմեջ բերեմ միտքը, ոչ բառացի։ Ասում եմ, որ այդ դատավորը չափազանց երկար ժամանակ է անցկացնում համացանցում եւ լավ կլինի դրա փոխարեն զբաղվի իր գործով, մոտավորապես այսպես։ Այդ տեղեկատվություն է, այդ տեղեկություն է։ Այսինքն հանրությանը ներկայացնում է հանրությանը ոչ հայտնի ինչ-որ իրական կամ ենթադրյալ կամ ճիշտ կամ սխալ տեղեկություն։ Ինչ վերաբերում է Կոչուբաևի գրածին, ապա այն որևէ կերպ տեղեկություն համարել չեն կարող։ Դե պատկերացրեք, հիմա ինչ մենք տեղեկություն համարենք այն, որ որոշ մարդիկ շատ ներողություն համարվում են օգտագործած պահպանակ, ճիշտ կամ սխալ, դա տեղեկություն չէ, դա գնահատական էր։ Այս տեսանկյունից այս հոդվածը ընդհանրապես այստեղ կիրառելի չի։ Պարոն Մելիքյան, փաստաբանների շրջանում խոսվում է հավանական գործադուլի մասին, դուք ինչ կասեք, կողմ եք այս մտքին եւ կմասնակցեք արդյոք գործադուլին։ Եթե հայտարարվի գործադուլ, միանշանակ կմասնակցեմ։ Գործադուլ հայտարարելը փաստաբանների կողմից մի քանի անգամ տեղի է ունեցել, պետք է նշեմ, որ այն լուրջ կազմակերպական աշխատանք է ենթադրում եւ կարող է կողքից տվալ թե շատ հեշտ բան է, մի օր կարելի է անել գործադուլ հայտարարել, բայց դա այդպես չի, որովհետեւ առաջին փաստաբանները որևէ մեկի փաստաբանների պալատի աշխատողները չեն, ազատ մասնագիտություն է եւ փաստաբանները պետք է կամավոր միանան գործադուլին, եւ եթե հայտարարվի գործադուլ եւ դրան միանան փոքր թվով փաստաբաններ, այդ դեպքում ավելի լավ կլիներ գործադուլ չհայտարարվեր։ Այսինքն ես միանշանակ կողմ եմ գործադուլի դարափարին, բայց գտնում եմ, որ այն պետք է քննարկվի փաստաբանների պալատում, փաստաբանների պալատը ունի խորհուրդ, կարող է խորհրդի կարգով քննարկվել, կարող է ավելի ընդլայնված քննարկում լինել, ամեն դեպքում ես կարծում եմ, որ տեղի ունեցածը սա շատ կարևոր է, ոչ միայն եւ ոչ այնքան Կոչուբաևի դեմ էր, որքան փաստաբանության ինստիտուտի դեմ, եւ սրան պետք է կորս հակազդեցություն։ Երեք փաստաբանների պալատի նախագահի Սիմոն Բաբայանի գրառումը, որտեղ որ շատ հստակ գնահատական էր տրվում Կոչուբաևի ձերբակալման եղանակին։ Նախորդ օրը ականատես եղանք եւս մեկ գործողության, երբ հոգեբորականներ էին բերվել քննչական կոմիտե, փաստաբաններին թույլ չէին տալիս մուտք գործել եւ իրենց դիմումը մուտքագրել։ Սա Կոչուբաևի ձերբակալումը արդեն նշեցիք, որ փաստաբանական ինստիտուտի դեմ է, բայց ինչու են հատկապես այդպիսի վարքագիծ ցուցաբերում։ Ո՞ր պատճառով, որովհետեւ փաստաբանը խանգարում է մարդկանց հետ զրուցելուն, մարդկանց համոզելուն եւ այլն։ Շատ բարձ փաստաբանը, եթե այնտեղ է, ոչ կարող են ձայն բարձրացնել, ոչ կարող են հարվածել, ոչ կարող են խաբել, ոչ կարող են ուրեմն մարդկանց համոզել ինչ-որ գործողություններ անել։ Բաց պատճառով, բոլոր տեղերում այդպես է եւ այս խնդիրը
նորից ասեմ, սա ավելի մեծ հանցագործություն է, դա էլ է ավելի ծանր հանցագործություն, փաստաբանների մուտքը խոչընդոտելը, քան այն ինչ որ արել է Կոչուբայևը, ինչի մեջ մեղադրվում է Կոչուբայևը։ Պարոն Մելիքյան, գործը մակագրվեց Մասիս Մելքոնյանին, որը կալանավորման որոշում կայացրեց, 2 ամսով կալանավորվեց փաստաբանը, համացանցում տարբեր կարծիքներ կային, նրան հաճախ անվանում են որպես մեղադրական վճիռ կայացնող դատավոր, դուք ինչ սպասելիքներ ունեք Մասիս Մելքոնյանից։ Ես Մասիս Մելքոնյանի դատավոր լինելը համարում եմ, որ բացառապես բխում է նրանից, որ կան ինչ-որ փաստաթղթեր, որտեղ նշված է, որ այդ անձը դատավոր է։ Դատավորին բնորոշ որևէ այլ հատկանիշ, արդարամտություն, մասնագիտական համայնքում հեղինակություն, ես Մասիս Մելքոնյանի մոտ չեմ տեսնում։ Հասկացա, իսկ հավանական համարում եք, որ ամեն դեպքում այս որոշումը կվերանայվի եւ Կոչուբայևին նշված ժամկետից շուտ բաց կթողնեն։ Չեմ բացառում, դա նաև պայմանավորված է նրանով, թե ինչքան լայն եւ կոշտ կլինի հանրային արձագանքը։